Շատ վաղուց Հայաստանի լեռնաշխարհում Գագիկ թագավորը իշխում էր իր հպարտ ու հնագույն երկիրը, բայց ավաղ նա ծեր էր և արու զավակ չուներ։ Ուներ միայն մի դուստր, անունը Ծովինար։ Իսկ հեռավոր Բաղդադում խալիֆ իր հայացքն ուղղել էր դեպի հյուսիս։ Իր հզոր բանակով նա գրոհեց հայկական հողերը, ստրկացրեց հայ ժողովրդին և տուրք պահանջեց։ Գագիկ թագավորը չուներ այլ ընտրություն, քան հպատակվելը, հակառակ դեպքում թագավորությունը կկործանվեր։ Մի օր խալիֆի երկու նախարարներ ուղևորվեցին Հայաստան, հերթական հարկերը հավաքելու, բայց երբ անցան պալատի դարպասներից ներս, դրանք տեսան Ծովինարին, ով փայլում էր ասես 7 լուսին։ Ծովինարի գեղեցկությամբ զմայլված նրանք Բաղդադ վերադարձան ոչ թե ոսկով, այլ հետևյալ խոսքերով. Օ, խալիֆ, դու ունես հարստություն, տարածքներ ու թանկարժեք զարդեր, բայց այսպիսի կնոջ քո աչքերը դեռ չեն տեսել։ Խալիֆը հպարտ և ագահ անձամբ եկավ Հայաստան և պահանջեց Ծովինարի ձեռքը, բայց Գագիկ թագավորը մերժեց. Դու արաբ ես, ես հայ, մենք թշնամիներ ենք, ես իմ աղջկան իմ երկիրը ստրկացնողին կնության չեմ տա։ Խալիֆը լցվեց պատվախնդրությամբ. Եթե աղջկատ կամովին կնության չտաս, ես նրան ուժով իմը կդարձնեմ։ Ողջ բանակը դարպասների մոտ հավաքած, Գագիկ արքան իր ժողովրդին դիմեց։ Ոմանք պահանջեցին դիմադրել, մյուսները, վախենալով կործանումից, հորդորեցին հանձնվել։ Ծովինարը, հոր աչքերի թախից ու ժողովրդի սրտի ցավը տեսնելով, ընտրություն կատարեց։ Եթե իմ զոհաբերությունը խաղաղություն կբերի հայոց աշխարհին, ես կգնամ։ Մեկնելու նախօրեին Ծովինարը բարձրացավ մոտակա բլրի գագաթը, հրաժեշտ տալու իր հայրենիքին։ Երկար քայլելուց հետո ծնկի եկավ և հառաչեց. Ով արարիչ, ինձ ջուր պարգևիր։ Հանկարծ կողքի ժայռից սառնորակ ու ջինջ մի աղբյուր ծնվեց։ Ծովինարը խմեց մի ամբողջ բուռ, իսկ հետո ևս կեսը։ Հաջորդ օրը նրան տարան Բաղդադ։ Անցան ամիսներ, և լուր տարածվեց, որ արքայադուստրը երեխայի էր սպասում, բայց Ծովինարը գիտեր, որ ոչ մի տղամարդ իրեն երբևէ չէր դիպչել։ 9 ամիս հետո նա երկվորյակ որդիների լույս աշխարհ բերեց։ Մի բուռ սուրբ ջրից ծնված, լեռան պես հուժկու Սանասարին և կես բուռ ջրից ծնված իմաստուն Բաղդասարին։ Եղբայրները մեծանում էին ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր։ 10 տարեկանում նրանք հզոր ռազմիկների տեսք ունեին։ Խալիֆը սկսեց երկյուղել նրանցից։ Սպանեք նրանց, հրամայեց նա, բայց երբ զինվորները ներխուժեցին պալատ, Սանասարը նրանց դիմավորեց կրակն աչքերում և մի ձեռքի հարվածով բոլորին տապալեց։ Այդ գիշեր Ծովինարը պատմեց ճշմարտությունը։ Որդիներս, ձեզ ոչ թե մարդ է ստեղծել, այլ մեր սուրբ հողը։ Ժամանակն է վերադառնալ Հայաստան։ Անապատի միջով և ստվերների ներքո եղբայրները փախան։ Երբ նրանք հասան Սասուն, լեռները մռչացին։ Անբացատրելի մի ուժ Սանասարին ուղղորդեց դեպի սուրբ աղբյուրը, հենց այն ջրերի մոտ, որտեղից նրանք կյանք էին առել։ Ընկղմվելով այդ ջրերի մեջ, նա անհետացավ դրանց խորքերում։ Ստորջրյա այդ թաքնված աշխարհում նրան կայծակի պես ուժեղ մի թուր հայտնեցավ, թուր կեցակին, և մի հրեղեն ձի քուրկիկ չալալին։ Երբ նա դուրս եկավ, Բաղդասարը ապշահար նայեց հզոր ձիուն։ Ժպիտով Սանասարն օգնեց կրտսեր եղբորը և նրան թամբի վրա դրեց։ Դա խոստում էր։ Սանասարը ուժն էր լինելու, Բաղդասարը միտքը։ Միասին նրանք անպարտելի կլինեին։ Երբ Սանասարն ու Բաղդասարը վերադարձան գյուղ,
Մարդիկ զարմանքից քար կտրեցին։ Հրեղեն ձին, քուրկիկ ջալալին և թուր կեցակին հայտնի էին բոլորին, որպես առասպելական երևույթներ, բայց հիմա երկուսն էլ կանգնած էին նրանց առջև, բոցավառ և իրական։ Գյուղի տարեցները հուզմունքից դողալով առաջ եկան։ Նրանք Ծովինարի որդիներն են, ճիշտ ինչպես մարգարեության մեջ։ Սանասարն իր թուրը վեր պարզեց և այն բոցավառվեց անասելի հզորությամբ, իսկ ձին սասանեց հողն իր սմբակների տակ։ Ամբոխը ցնծում էր։ Մեր հերոսներն վերադարձել են, մեր երկիրը կրկին ոտքի կկանգնի։ Այսպիսով Ծովինարի որդիները դարձան հայոց երկրի պաշտպանները։ Սանասարը որպես անհաղթ հերոս, Բաղդասարը որպես իմաստության ծով։ Նրանց կապը, ուժն ու անձնվերությունը հիշվելու էին դարերով, հիմք տնելով Սասնա երկրի պատմությանը։